Հարկ Տիրոջը սիրելի Աստծո ժողովուրդ, որ Տիրոջ ողորմությամբ այսօր կարող ենք իր ներկայության մեջ կանգնել եւ Իրանից խնդրել, իրան փառավորել։ Սա մեծ օրհնություն է մեզանից ամեն մեկի համար։ Տիրոջ ողորմությամբ ես այսօր ուզում եմ մի նույնի մասին խոսալ, որ մեզանից ամեն մեկի համար շատ կարևոր է։ Դա աղոթքն է նորից։ Աղոթքի երկու կարևոր հնարավորություններ, խոստումներ ունենք մենք Տիրոջից։ Առաջինը դա անձնական, անհատական կամ ներքին սենյակի աղոթքն է, եւ երկրորդը ընդհանրական, միասնական աղոթքի։ Ես ուզում եմ այսօր կանգ առնել երկրորդ խոստման վրա։ Միասնական աղոթքի մասին մեր զրույցը այսօր պետք է լինի։ Բայց ուզում եմ հիշեցնել առաջինի կարևորությունը, որտեղ Տերը տվել է երկու դեպքում էլ բացառիկ հնարավորություն հավատացյալներին, որ այդ աղոթքների միջոցով հնարավորություն ունենան մտերմանալու Աստծու հետ եւ իրանց խնդրվածները Աստծուց անպայման վերցնեն։ Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխի 6-րդ համարի մեջ մենք անհատական աղոթքի մասին կարդում ենք. Իսկ տուն, երբ աղոթք կնես, մտիր քո ներքին սենյակդ ու դուռդ գոցե, եւ աղոթք կրե քո հորդ, որ գաղթուկ կգտնվի, եւ քո հայրդ, որ գաղթուկ կտեսնե քեզի, հայտնապես հատուցում պետք է լինի։ Ինչ հրաշալի հնարավորություն։ Այսինքն մարդու կյանքը, հավատացյալի կյանքը որևէ մեկից ըստ Աստծու խոստման կախված չի։ Ինքը իր կյանքում գոյություն ունեցող ցանկացած խնդրի համար կարող է Աստծուց խնդրել, եթե այդ մարդ արդեն լուրջ քրիստոնյա է, բնական է, որ իր խնդրվածքը կլինի Աստծու կամքի համապատասխան եւ անպայման պատասխան ստանալու է, որովհետեւ ասում է վերջում, եթե ուշադրություն դարձեցիք, հայտնապես հատուցում պետք է լինի, հայտնապես։ Այսինքն բացառվում է այն դեպքը, որ պատասխան չլինի։ Սա մեծ օրհնություն է մեզ համար, սիրելի Աստծո ժողովուրդ, թե ոչ։ Եթե օրինակի համար աշխարհում կան մարդիկ, որոնք որ լքված, թողյալ են զգում իրար, այստեղ մեկը չկա Աստծո զավակը, որ իր հորից մի բան խնդրի եւ այդ բանը չստանա։ Ես կարծում եմ, որ սա գերագույն օրհնություն է մարդու համար, եթե քրիստոնյաների համար, եթե մենք կարողանում ենք սա անցնել։ Սակայն, եթե սա այսքան հրաշալի օրհնություն է, այդ դեպքում ինչու Աստված տվեց երկրորդ խոստումը, որը հիմա ես կկարդամ։ Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխի 19 եւ 20-րդ համարները։ Դարձյալ կսեմ ձեզի, եթե ձեզանից երկու հոգի երկրի վրա միաբանին, ամեն ինչ բանի համար որ խնդրեն, պիտի ըլա անոնց իմ հոր մեծ, որ երկինքն է, քանզի ուր երկու կամ երեք հոգի ժողոված ըլան իմ անունովս, հոնեմ ես անոնց մեջ։ Ուրեմն, եթե ուշադրություն եք դարձնում, այստեղ խոստմունքը վերաբերում է ոչ թե անհատին, այլ մարդկանց, եկեղեցուն, առնվազն երկու եւ ավելի մարդկանց, որոնք որ Տիրոջ անունով միաբանված են։ Շատ դեպքերում առաջի դեպքը, այսինքն աղոթքի առաջի տեսակը, անհատական կամ անձնական աղոթքը ձախողվում է։ Ինչ պատճառով, որովհետեւ մարդը զգացմունքային է եւ կարող է որոշակի սխալների մեջ ընկնել եւ իր հավատքը չբավականացնի, որչի Աստծուց խնդրի այն բանը, ինչ որ պետք է։ Այսինքն ընկնում է տկարությունների մեջ։ Այս դեպքում Աստված մեզ տալիս է հնարավորություն գործածելու երկրորդը, դիմելու ընդհանրական աղոթքին, որ եթե որևէ մեկից աղոթքը, որևէ մեկս տկարացած կարգավիճակի մեջ է գտնվում, բայց ապրում է ինքը Հիսուսի անունով եւ իր ներկայությամբ, այս ժամանակ արդեն իրան օգնելու են գալիս իր եղբայր քույրերի հավատքի ներդրումը, որի միջոցով արդեն ինքը կարող է ստանալ, վերականգնել եւ ստանալ պատասխանը։ Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ որ աղոթք անելուց, ասենք հավատքը չի բավարարվել, բայց քույրերի եղբայրների հաստատական վերաբերմունքի եւ սիրո շնորհիվ աղոթք արվել է եւ վերջնական հաղթություն է եղել։ Դուք էլ եք ականատես եղել։ Դրա համար սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ հիմա այսօր Տիրոջ ողորմությամբ ոչ թե կանգ առնել առաջինի վրա, այլ երկրորդ կետի վրա։ Ուրեմն, եթե ուշադրություն դարձեցիք, ընդհանրական աղոթքի, որի մասին այսօր խոսում ենք, գոյություն ունի 3 կարևոր նշաններ կամ կետեր։
որին որ մենք պետք է կարողանանք հասկանալ եւ այդ կետերը պահպանել։ Որն են այդ կետերը։ Ուրեմն առաջին, որտեղ որ 2 կամ 3 հոգի երկրի վրա միաբանի, 2 հոգի միաբանի երկրի վրա։ Այսինքն խոսքը գնում է առաջի կետը նայա, որ եթե որևէ բան մենք խնդրում ենք, պետք է համաձայնություն լինի հավատացյալների միջև։ Համաձայնվեն ինչ որ բանի համար խնդրելու։ Օրինակի համար ասում ենք պատահում է շատ դեպքեր, որ մենք ասում ենք աղոթենք այսինչ հոգսի համար եւ աղոթում ենք։ Բայց այդ աղոթների մեջ, եթե ուշադրություն եք դարձնել, շատերի աղոթքը ակամա է։ Այսինքն իրանք ըստ էության, իրանք սրտով չեն միաբանվում այդ աղոթքին։ Աղոթքը ուղղակի քանի որ առաջնորդ եղբայրը առաջարկում է աղոթք անել, իրանք ասում են դե աղոթք ասում է աղոթում են։ Բայց այստեղ ոչ թե զուտ պայմանավորվածության մասին է խոսքը գնում, սիրելիներ, մենակ պայմանավորվածության մասին չէ գնում, այլ այդ պայմանավորվածությունը պետք է լինի ամբողջ աղոթքի ընթացքում։ Այսինքն այդ ներքին համաձայնությունը, միաբանությունը պետք է պահպանվի հոգով եւ ճշմարտությամբ ամբողջ աղոթքի ընթացքում։ Ոչ թե ասենք թե մենք աղոթք անենք մի քանի բառ ասենք եւ ընկնենք մեր մտքերով մինչեւ որ աղոթքը վերջանա, այլ սրտով մենք միաբան լինենք, հոգով միաբանվենք այդ հոգսին եւ այդ աղոթքը շարունակի մինչեւ վերջ։ Չէ որ այդ 2-3 հոգին քրիստոնյաները որ միասին հավաքվում են, մի մարմին ենք մենք, ըստ ավետարանի մենք հանդիսանում ենք Քրիստոսի մարմինը։ Այսինքն մենք մի մարմնի անդամներ ենք, երբ որ մի մարմնի անդամներից որևէ մեկը ցավ ունի, խնդիր ունի, հիվանդ է, ամբողջ մարմինը իր հոգսը վերցնում է մնացած անդամները իրանց վրա։ Ես հիշում եմ մի ժամանակ ոտքս վնասվել էր, ամբողջ ծանրությունը ընկել էր վնասել մյուս ոտքի վրա։ Կամա թե ակամա, եթե դու ուշադրություն եք դարձրել ձեռքը, մարմնի մնացած բոլոր անդամները օգնում են, որպեսզի այդ ծանրությունը թեթևանա։ Եկեղեցու միասնական աղոթքի ամբողջ իմաստը դա է, որ մենք կարողանանք իսկապես ցավակից լինել, հոգսակից լինել։ Ամբողջ ավետարանի հոգին նա է, որ քրիստոնյաները կարողանան հասնել կատարել այդ միաբանությանը եւ այդ սիրուն։ Այս երկրորդ խնդիրը, որի մասին հիմա մենք խոսում ենք, այստեղ ընդհանրական աղոթքը, սա Աստծո վառ սիրո ապացույցն է։ Այն կտրվածքով, որ ոչ թե որ մենք աղոթում ենք, ասենք իմ հայր եւ այդպես ամեն ինչ անհատական լինի մարդու եւ Աստծո միջև փոխհարաբերության մասին, որը վերաբերվում է առաջին տեսակի աղոթքներին, այսինքն անհատական աղոթքին, այստեղ արդեն խոսքը գնում է մարդու եւ իր քույր եղբայրների միջև եղած փոխադարձ ուրեմն մտերմությանը։ Ուրեմն փոխադարձ մտերմության ժամանակ հավատացյալները արդեն իրանց ուշադրությունը կենտրոնացնում են ոչ միայն Աստծո վրա, այլ նաեւ իրար վրա։ Բանից պարզվում է, որ քրիստոնյաների փոխհարաբերությունը, փոխադարձ մտերմությունը պակաս կարևոր չի, քան թե մարդու եւ Աստծո փոխհարաբերությունը։ Եթե առաջի աղոթքի ժամանակ, անհատական աղոթքի ժամանակ մենք հասկանում ենք, որ շատ կարևոր է մարդու եւ Աստծո փոխհարաբերությունը, որ իսկապես դա այդպես է, եւ ամբողջ մեր կյանքի ընթացքում դա այդպես է, ապա այստեղ երկրորդ աղոթքի, ընդհանրական աղոթքի ժամանակ շատ կարևոր է, սիրելիներ, եւ որ մեր եւ մեր քույր եղբայրների փոխհարաբերությունները նորոգվեն։ Երբեմն մենք գալիս ենք միասնական աղոթք անելու, բայց մեկի դեմ բան ունենք։ Կարող է արդյոք այսպիսի միասնական աղոթքը հաջողություն ունենալ։ Հիմա եթե ուշադրություն դարձնենք, մենք տեսնում ենք, որ այստեղ միասնական աղոթքի մեջ անվերապահ պատասխան գոյություն ունի։ Հնարավոր չի, որպեսզի աղոթք արվի միասնական աղոթք եւ պատասխան չլինի։ Դա պետք է լինի բացառություն։ Այսինքն դա հազվագույն բան պետք է լինի։ Այն էլ սխալմունքների պատճառով ինչ որ։ Ուրեմն դեպքում ինչպես բացատրել, որ մեր շատ աղոթներ, եթե մենք խոստովանենք, Տիրոջը անպատասխան են մնում։ Սա գալիս է մտածելու, որ մենք պետք է խորենք եւ հասկանանք Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխի 19 եւ 20-րդ համարների լուրջ իմաստը եւ լուրջ վերաբերվենք Աստծո խոսքին տալով իր նշանակությունը։ Ուրեմն, սիրելի Աստծո ժողովուրդ, միաբանվել եւ խնդրվելը առաջի կետն է հանդիսանում։
Եվ այդ միաբանությունը առաջի կետի մեջ պետք է պահպանվի սրտակցությունը, ցավակցությունը ամբողջ ընթացքում։ Երկրորդ նշանը միաբանական ճիշտ աղոթքի դա այն է, որ այդ հավաքույթը պետք է լինի ում անունով, Հիսուսի անունով։ Ուրեմն այստեղ մենք կարդում ենք, որ եթե հավաքված լինեք իմ անունովս, այսինքն Տիրոջ համար շատ կարևոր է, որ այդ եղբայր քույրերը, հավատացյալները հավաքված լինեն Տիրոջ անունով։ Ոչ թե իրանց անունով, ոչ թե մեկ ուրիշի անունով, այլ հատկապես Տիրոջ անունը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Առակաց 18-րդ գլխի 10 համարում մի հրաշալի համար կա։ Տիրոջ անունը ամուր աշտարակ է, արդարը անոր կդիմի ու ապահով ապաստարանք ունենա։ Ուրեմն Տիրոջ անունը ամուր աշտարակ է, արդարը անոր կդիմի ու ապահով ապաստարանք ունենա։ Ուրեմն սիրելիներ, շատ կարևոր է, որ Տիրոջ անունով հավաքույթ լինի։ Ուրեմն տեսնում ենք խոսքը գնում է Տիրոջ անվան կենտրոնում լինելու մասին, բայց միևնույն ժամանակ հավատացյալների մտերմության, համախմբության, սրտակցության մասին։ Այս երկուսի զուգորդությամբ, համատեղությամբ է, որ այդ հրաշքը տեղի ունենում, եւ սա պետք է լինի բնականon ընթացք մեր ամեն մեկի համար։ Որովհետև 20-րդ համարի մեջ եթե ուշադրություն դարձեցիք, ասում է, քանի որ ուր 2 կամ 3 հոգի ժողոված լինան իմ անունովս, հոնեմ ես անոնց մեջ։ 2 եւ 3 հոգու հավաքույթում մեջ ուրեմն Տերը ներկա է գտնվում, եթե դրա կենտրոնում իր անունն է։ Շատ դեպքերում այդ անունը իր արժեքը կորցնում է մեր հավատացյալների կյանքի մեջ։ Մենք ասում ենք, որ վերջում խնդրում ենք շատ բաներ ու վերջում ասում ենք Տեր, սա մենք անում ենք, խնդրում ենք քո անունով։ Աղոթք անում ենք, աղաչանք անում ենք, որպեսզի բավարարենք այս պայմանները, ասում ենք Տեր, սա մենք խնդրում ենք քո անունով։ Արդյոք Տերը համաձայնվում է եւ համարում է, որ աղոթքի վերջում եւ որ մենք այս նախադասությունը ասում ենք, սա նույնն է, ինչ որ Տիրոջ անունով խնդրել է։ Թույլ տվեք, սիրելիներ, չհամաձայնվել այս կետի հետ, որովհետև եթե մենք ապրում ենք մեր անունով, չեն կարող իր անունով խնդրել։ Եթե ես ամբողջ օրվա ընթացքում ապրում եմ իմ անունով, իմ դատողություններով, իմ սրտով, իմ կյանքով, իմ դատողություններով եւ կյանքս ապրում եմ իմ ուզած ձևով ու աղոթքի գալուց իրար հետ 2-3 հոգու խնդրում եմ, որպեսզի ինձ համար աղոթք անեն, այդ աղոթքը երկին չի բարձրանալու։ Ինչու համար, որովհետև իմ հավաքույթի հիմքում ընկած չի Հիսուս Քրիստոսի անունը։ Երբ որ մենք խնդրում ենք Հիսուս Քրիստոսի անունով, պետք է իր անունով ապրենք մենք, սիրելիներ, գաղտնիքը դրա մեջ է։ Արդյոք մենք չենք կարողանում այսքան ժամանակ, մենք երբեմն կրոնավոր ենք դառնում եւ արժեզրկում ենք Աստծո խոսքը այն իմաստով, որ երբեմն նրա ոչ իրականանալը, իրականություն չդառնալը չեն կարողանում հասկանալ։ Ինչու չենք մտածում եւ չեն կարողանում տեսնել, ինչու այս մեր աղոթքը պատասխան չունեցավ։ Չէ որ Տերը խոստացել էր, որ եթե դու 2 կամ 3 հոգի իմ անունովս հավաքեք եւ խնդրեք, անպայման պատասխան կստանաք։ Բայց մենք հավաքում խնդրում ենք, շատ դեպքերում չենք ստանում։ Որոշ դեպքերում ստանում ենք, բայց այստեղ ըստ Աստծո խոսքի մենք նայելով հասկանում ենք, որ դա բացառություն պետք է լինի։ Այդպիսի բան չպետք է լինի, որովհետև անվերապահ պատասխան է հետևում։ Որտեղ մենք եթե հիմա 3-րդ կետի մասին մենք կանգ առնենք արդեն առանձին, տեսնում ենք, որ եթե Հիսուսի անունը մեր աղոթների կենտրոնում է, եթե ինքը հանդիսանում է առանցքը մեր հավաքույթի, անպայման պատասխան պետք է տեղի ունենա։ Ուրեմն խնդրում եմ ուշադրություն դարձնել, սիրելիներ, որ Աստված չի նայում մեր շուրթերին։ Երբ որ մենք ասում ենք Տեր, աղոթների վերջում խնդրում ենք շատ տարբեր բաներ եւ ասում ենք Տեր, սա քո անունով ենք խնդրում։ Աստված նայում է մեր կյանքին, մեր ապրած կյանքին, թե դու կյանքը որ ապրում ես, ում անունով ես ապրում, սա Հիսուսի ուզած ձևով ես ապրում, թե քո երևակայած, պատկերացրած եւ հավատացած ձևով։ Եթե մենք ապրում ենք եւ մեր կյանքի նպատակը լադեր պատկերացնում ենք մեր երևակայությամբ ենք ապրում, մեր հավատքով ենք ապրում կյանքի նկատմամբ ունեցած, մենք Հիսուսի անունով խնդրելու այդ արտոնությունը չունենք։ Սա շատ կարևոր գաղտնիք է, սիրելիներ, որ մենք պետք է
Դրա համար աղոտ կանենք, որ եւ ընդունենք այդ փաստը, որովհետեւ եթե Հիսուսի անունը չի դարձել են կենտրոնական ուժը եւ զորությունը մեր ամեն մեկիս համար, որի վրա մեր պետք է տեղադրվի դրվի մեր հավատքը, մենք այս երկրորդ խոստումից օգտվելու փաստացի հնարավորություն չենք ունենա։ Բայց սա բացառիկ հնարավորություն է, սիրելիներ, որ մենք կարողանանք քայլել Հիսուսի անունով, ապրել Հիսուսի անունով, այդ դեպքում մենք կարող ենք իր անունով խնդրել։ Բայց եթե մենք ապրում ենք մեր անունով, խնդրում ենք մեր անունով, ուրեմն Հիսուսի անունով ստանալու կարողություն մենք չենք ունենա։ Շատ կարևոր է, ինչպես ենք այդ անունը մենք կրում մարդկանց առջև, Հիսուսի անունը ինչպես ենք մենք կրում մարդկանց առջև որպես քրիստոնյաներ։ Եթե մենք դա անում ենք որպես բամբասանքի, որպես շատ ուրիշ կտրվածների ձևով, ու ասում ենք վերջում մեր աղոթների վերջում մենք ասում ենք Տեր, սա քո անունով ենք խնդրում, մենք մոլորված ենք, որ Աստված անմիջապես չի տեսնում մեր հավատքի փոփոխությունը, կարողանանք տկարանանք որոշ խնդիրների մեջ, զղջանք այդ դեպքում գանք իր ներկայությանը, Աստված անշուշտ կկատարի եւ կլսի։ Որովհետեւ դա սխալմունք է եղել եւ մենք հասկացել ենք, հրաժարվել ենք մեր հավատքից, թողնել ենք մեր մարդկային հավատքը եւ արդեն փորձում ենք իր անունով խնդրել։ Սա այլ խնդիր է։ Բայց եթե մենք Աստծո զորությունը ուզում ենք օգտագործել, որպեսզի մենք օրինակի համար առողջ լինենք, որևէ հիվանդության համար խնդրում ենք, բայց մենք մեր եղբայրների եւ քույրերից մեկի դեմ մի բան ունենք։ Այսինքն մարմնի անդամներից մեկի դեմ մի բան ունենք։ Արդյոք Աստված կլսի։ Արդյոք այդ միասնական աղոթքը, որի մասին մենք խոսում ենք, որ որպես այսպիսի մեծ զորություն, մեծ ուժ կարող է մեզ օգնականություն անել։ Ոչ սիրելիներ։ Աստված ծաղր չի լինում եւ Աստծո խոսքը մենք պետք է ընդունենք ամբողջությամբ։ Եթե մենք ընդունում ենք մեր քույր եղբայրներին իրանց գոյություն ունեցող ձևի մեջ, այո, մեզանից շատ-շատերը կարող են տկար լինել, կարող են սխալներ ունենալ։ Նրանց ուղղելու գործը Աստծուն է տրված, մեզ չի տրված։ Անշուշտ մենք չենք ասում, մենք պետք է ընդունենք մեր քույր եղբայրների բոլոր սխալները։ Սրա մասին չէ խոսքը։ Մենք պետք է, եթե նույնիսկ տեսնում ենք, հասկանանք, որ խնդրենք, ցավակից լինենք, որպես մարմնի անդամի, օրինակի համար, եթե մեր ձեռքը վիրավորվում է, մեր մարմնի մնացած անդամները արդյոք սկսում են պատերազմ հայտարարել այդ վիրավորված ձեռքի դեմ։ Ասում են դու մեզ պետք չես կա, դու արդեն վիրավոր ես, մենք ու կարիքը չունենք, վատ հոտ է գալիս քեզանից, թող այստեղից ռադդ քաշի գնա։ Արդյոք այդպես են վարվում, թե հոգսածություն կա, ցավակցություն կա, թե ընդհանուր կարեկցան կա մարդու մեջ են կտրվածքով, որպեսզի այդ սխալը ուղղվի։ Հոգ տանեն, որպեսզի ընդհանուր առմամբ այդ խնդրի վերջը դրվի։ Սիրելիներ, դրա համար մենք տեսնում ենք, որ մեր ապրած կյանքը վկայություն է Հիսուսի անունով ապրելու։ Առիթ է եղել, որ ժամանակին մենք խոսել ենք, օրը 24 ժամ ունի, 24 ժամվանից քանի ժամն ենք մենք իր անունով ապրում, քանի ժամը մեր անունով ենք ապրում։ Սա իր նշանակություն ունի։ Դու կարող ես առօրյա քու կյանքի մեջ, ես իմ կյանքի մեջ Հիսուսի անունով ապրեմ, այսինքն իմ գործողությունները ամբողջությամբ պետք է վերածվի Հիսուսի անունով ապրելու։ Երբ որ ես ապրում եմ, գործում եմ, աշխատանք եմ անում, չգիտեմ որևէ ինչ-որ ստեղծագործական աշխատանք եմ անում, բոլորը պետք է Հիսուսի թույլտվությամբ եւ իր անունով լինի։ Եթե սա դեռ չի հասել դրան, սիրելիներ, մենք չենք կարող այդպիսի վստահությամբ դիմել աղոթքի այդ երկրորդ ձևին։ Առաջի Հովանու 3-րդ գլխի 23-րդ համարում մի հատ համար կա։ Եվ ասիկայի անոր պատվիրանքը, որ հավատանք իր որդու Հիսուս Քրիստոսի անվանը եւ մեկ սիրենք։ Հիմա ուշադրություն դարձնում եք, որ այստեղ համեմատություն, կարծես թե այնց ընդհանրացումը արվում, որ հավատալ Հիսուսի անվանը ուղեկցվում է իրար սիրելու հետ, մեկ-մեկու սիրելու հետ։ Եթե այս բանը գոյություն չունի Հիսուսի անունով ապրելու եւ գործելու, խնդրելու մասին խոսելը, սիրելիներ, մեզանից շատ հեռու բան կլինի։
Դրա համար հասկանալով այս խնդիրը մենք պետք է կարողանանք իր տեղը տալ միասնական աղոթքին եւ իմանանք, որ դա շատ կարեւոր է։ Երրորդ նշանը, որի անհրաժեշտ է ճշմարիտ ընդհանրական աղոթքի համար, դա տեսնում ենք, որ որոշակի պատասխան է։ Երբ որ մենք կարդում ենք 19-րդ համարը, հիմա նորից ես կարդում եմ ամբողջ խոստումը, որպեսզի խոստման մեջ մենք տեսնենք դա։ Դարձյալ կսեմ ձեզի, եթե ձեզանից երկու հոգի երկրի վրա միաբանեն, առաջի պայմանը։ Ամեն ինչ բանի համար, որ խնդրեն, պիտի ըլա անոնց իմ հոր մեզ, որ երկինքն է։ Ուրեմն ասում է, որ ուշադրություն դարձնում ենք, պետք է լինի իմ հոր մեզ, որ երկինքն է։ Ինչի համար ենք միաբանված մենք խնդրելու, մեր հորմից պետք է լինի, անպայման։ Այսինքն բացառվում է այդպիսի դեպք, որ պատասխան մենք չստանանք մեր խնդրվածքի համար, միասնական աղոթքի։ Բայց չգիտես ինչի, ես ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել։ Արդյոք հիմա երբ որ այս համարները կարդում անցնում ենք, մեխանիկորեն չենք անցնում արդեն։ Կարդում ենք մեխանիկորեն, մեքենայաբար, կարդում ենք, անցնում ենք դրա վրայով եւ մոռանում ենք, որ երբ որ եղբայրները հոգս տրեցին կամ հոգս տնեն, որ եկեղեցու համար աղոթք կանենք, որ Տերը իր զորությունը լցնի իր ժողովրդի մեջ, որ տկարությունները վերցնի, սրտակցությունը եթե կա այս հոգսի մեջ, ընդհանուր միաբանությունը կա Հիսուսի անվան շուրջ, անպայման այդ պատասխանը պետք է լինի։ Եթե մի հիվանդություն է, մի խնդիր է, որի համար մենք աղոթք ենք անում, առաջի պայմանը գոյություն ունի, ուրեմն երկրորդ պայմանը գոյություն ունի, երրորդ պայմանը անպայման պետք է գոյություն ունենա, այսինքն պատասխանը անպայման պետք է լինի։ Ուրեմն ստացվում է, որ սա այնպես հրաշալի զենք է քրիստոնյաների համար, որոնք որ կարող են օգտագործել, բայց մենք հարևանցի վերաբերմունք ենք ցույց տալիս այդ խնդրին։ Ուրեմն սիրելի Աստծո ժողովուրդ, անշուշտ որոշակի պատասխանը անպայման պետք է լինի մեր աղոթքների մեջ։ Մեր հավաքույթները կարող են ունենալ տարբեր իմաստներ։ Օրինակի համար իմաստներ դրա համար, որ մենք հոգևոր զորություն ստանանք, այսինքն մենք շինություն ստանանք, բարեկամություն ձեռք բերենք, սա Աստծո ուզած է, մտերմություն ունենանք որպես քույր եղբայրներ, սովորենք եւ հասկանանք, որ մենք նույն մարմնի անդամներն ենք։ Բայց աղոթքի հիմնական, միասնական աղոթքի հիմնական նպատակը այս երկուսը չի։ Սրանք կարևոր բաներ են, անհրաժեշտ բաներ են, սրանցից բացի պետք է լինի նաև անվերապահ պատասխանը, որ Աստծո խոսքը խոստանում է մեզ ամեն մեկիս։ Ուրեմն մեր հավատքը պետք է խնդրի շուրջ ավելի կոնկրետ լինի, ավելի իրական լինի, եւ եթե մենք հասկանանք ունենք այդ միացյալ աղոթքի մասին այս վստահություն, այս հավատքը, անպայման այդ պատասխանը մենք պետք է ստանանք։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի կարողանանք այս խնդիրը հասկանալ, Սուրբ գրքից բերել Պողոս առաքյալի օրինակը, որ Պողոս առաքյալը հիմնել էր եկեղեցիներ, եւ ես երեկոյան հաշվեցի 6 եկեղեցիներին հատուկ խնդրված կա գրում այն մասին, որ իրանք աղոթք կանեն իր համար, որպեսզի Աստծո գործը առաջանա, տարբեր ձևերով։ Հիմա ես այդ համարները կկարդամ, սիրելիներ։ Ուրեմն Պողոս առաքյալը այդ հիմքը ուներ, որովհետև ինքը ապրում էր Հիսուսի անունով, իր կյանքը նվիրել էր Տիրոջը։ Այդ ժողովուրդը արդեն Աստծո ժողովուրդը նվիրված էին Տիրոջը։ Պետրոս առաքյալը երբ որ անցնում էր փողոցներով, ուրեմն իր ստվերը ընկնում էր մարդկանց վրա եւ բժշկություն էին ստանում։ Սա որտեղից էր, այդ միաբանությունը չէր արդյոք պատճառը։ Դրա համար սիրելիներ, մենք Աստծո խոսքին պետք է ցուցաբերենք լուրջ վերաբերվում։ Հռոմեացիս 15-րդ գլխի 30 համարի մեջ Պողոս առաքյալը գրում է. «Ձեզի կաղաչեմ եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսով ու հոգվոն սրբով, որ ինձի հետ պատերազմակից ըլակ ձեր աղոթներուն մեջ առ Աստված ինձի համար»։ Հիմա հարց առաջանում, Պողոս առաքյալը լավ հոգևոր վիճակ ուներ, թե չուներ։ Կասկած ունենք այդ մասին, սիրելիներ։ Բնականաբար, որպես Աստծո համար հրաշալի անոտ Աստված իրան գործածել է եւ հետևանքները մենք տեսնում ենք։ Հիմնվել էին արդեն եկեղեցիների շարք,
Աստված իրան բացահայտ գործածում էր հեթանոսների մեջ, իր երկրի մեջ նմանապես։ Բայց այդ նույն Պողոս առաքյալը գրում է, որ կաղաչեմ ձեզի եղբայրներ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ու Հոգուն Սրբով, որ ինձի հետ պատերազմակից ըլակ ձեր աղոթներին մեջ առա Աստված ինձի համար։ Սա Հռոմեացիներին է գրում։ Կորինթացիներին, երկրորդ Կորինթացիս առաջի գլխի 11-րդ համարում կարդում ենք. Որու կհուսանք, թե տակավին պիտի փրկե մեզի համար ձեր ըրած աղոթքի օգնականությունով, որպեսզի շատերուն աղոթքի պատճառով մեզի եղած շնորհքին համար շատերին գոհություն տրվի մեզի համար։ Ուրեմն տեսնում եք, դիմում է շատերի աղոթքին, որ այդ շատերի, այսինքն հավատացյալների աղոթքի օգնականությամբ մենք ինքը կարողանա Աստծո գործը առաջ տանի, այսինքն ծառայի Աստծուն։ Աստված իր օրինակ մեզանից շատերը չգիտեն, որ Աստված իր սուրբերի, իր հավատացյալների աղոթներով է, որ ղեկավարում է երկրագունդը։ Մենք մեր մասին երբեմն շատ տկար եւ թույլ պատկերացում ունենք, բայց չգիտենք, որ Աստծո զավակ լինելով, այդ հրաշալի կոչումը վերցնելով մեր վրա, մենք դառնում ենք գործիք ակամա Աստծո ձեռքին։ Ոչ թե մենք աշխատում ենք, այլ Աստված աշխատացնում է մեզ։ Երբ որ մենք աղոթք ենք անում երկրների տարբեր մեր քույր եղբայրների եւ տարբեր խնդիրների շուրջ, Աստված կարողանում է օգտագործելով մեր աղոթները կառավարել երկրագունդը։ Այնպես որ սա շատ կարևոր զորություն է մեր ամեն մեկի համար։ Պողոս առաքյալը Եփեսացիներին գրում է Եփեսացիների 6-րդ գլխի 18-19 համարների մեջ. ամեն աղոթքով ու խնդրվածքով, ամեն ատեն աղոթք կրեք հոգիով ու այս բանին վրա հսկեցեք կատարել հարատևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերի համար։ Ինձի համար էլ, որպեսզի ինձի խոսք տրվի ու բերանս բանամ համարձակությամբ ավետարանի խորհուրդը հայտնելու։ Քրիստոսի հետ ապրած մի մարդ, որպեսզի ավետարանի խորհուրդը կարողանա հայտնել մարդկանց, խնդրում է իր քույր եղբայրների եկեղեցիների աջակցությունը։ Հիմա պատկերացնում եք ինչքան կարևոր է մեր քույր եղբայրները մեզ համար ինչքան թանկ են, որ մենք կարողանանք գնահատել եւ աջակցել, անկախ իրանց թերություններից եւ տկարություններից, սրտակցություն ցուցաբերել ամեն մեկին եւ մեր վերաբերմունքը ուղղվի մեր հոգեբանությունը դուղությամբ։ Եվ այդ դեպքում է, որ այն տկար քրիստոնյան կարող է զորություն վերցնել Քրիստոսից։ Եթե մենք ուրիշ հոգեբանությամբ վերաբերվենք եւ այդ սերը չլինի ինքած ինքում, այդ փոփոխությունը մենք այդպես էլ չեն կարող տեսնել։ Ֆիլիպեցիս եկեղեցուն առաջի գլխի 19-րդ համարի մեջ գրված է. քանզի գիտեմ, որ այսօր վաղճանը իմ փրկության համար պիտի լա ձեր խնդրվածներով ու Հիսուս Քրիստոսի հոգվոն օգնականությունով։ Կողոսացիների եկեղեցիներին Կողոսացիների մեջ գտնվող եկեղեցուն 4-րդ գլխի 3-րդ համարում գրված է. աղոթք կրեք նաև մեզի համար, որպեսզի Աստված խոսքին դուրը բանա մեզի Քրիստոսի խորհուրդը խոսելու։ Ուրեմն տեսնում եք տարբեր եկեղեցիներին առաքյալը ներկայացնում է այդ խոսքը եւ ասում է, որ խնդրում է, աղերսում է, որ աղոթք կանեն իրանց համար, որ Աստված խոսքի դուրը բանա։ Պողոս առաքյալը, որը մեծացել էր փաստորեն հոգևոր կրթություն էր ստացել եւ Աստծո ոտերի մոտ, ուրեմն այդպիսի մեծ փիլիսոփաների ձեռքի տակ հիմա ողորմություն է խնդրում իր երեխայի նման, ասում ինձ համար աղոթք կարեք, որպեսզի Աստված խոսքի դուրը բանա։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլխի առաջին համարի մեջ եկեղեցուն գրում է. վերջապես եղբայրներ, մեզի համար աղոթք կրեք, որպեսզի Տիրոջ խոսքը հառաջանա ու փառավոր ըլլա, ինչպես ձեր մեջ փառավոր էր։ Ուրեմն տեսնում եք սիրելիներ, շատ կարևոր է, որպեսզի մենք Աստծո խոսքի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը փոխված լինի միասնական աղոթքի նկատմամբ։ Մենք սովորույթի ուժով չգանք այդ աղոթներին մասնակցելու, այլ կարողանանք տեսնել, որ եթե մենք աղոթք ենք անում եւ պատասխանը չկա, սա նշանակում այս 3 պայմաններից մեկը խախտված է։ Առաջինը դա համաձայնությունն էր այդ տվյալ խնդրի շուրջ,
եւ ամբողջ աղոթքի ընթացքում հոգով եւ ճշմարտության սրտակից լինելն է տվյալ հոգսի համար։ Ոչ թե ֆորմալ ձևական, այլ հոգով եւ ճշմարտության։ Երկրորդ խնդիրը Հիսուսի անունով հավատալն էր, որ մեր քույր եղբայրների նկատմամբ մեր սրտի մեջ որևէ բան գոյություն չունենա, որևէ վերաբերմունք գոյություն չունենա, այսինքն որ մենք կարողանանք ատելության նշուր լինի կամ չտանելու կամ կամարանքի խնդիր։ Եթե կա այս խնդիրը, մենք չենք կարող ակնկալել այս հավատույթի օրհնությանը։ Եվ երրորդ պետք է իմանանք, որ Աստված մեր աղոթներին տալիս է անվերապահ պատասխան։ Այսինքն պատասխանը անպայման պետք է լինի։ Եվ եթե հիմա ամփոփելով խնդիրը մենք հասկացանք, որ այս երեք կետերը կարևոր են, այս ամբողջ միասնական աղոթքի հիմքը թաքնված է անհատական աղոթքի մեջ։ Այսինքն, եթե մենք չգիտենք անհատական աղոթք անել, չենք վարժվել Տիրոջ ձեռքերից վերցնել եւ անհատական աղոթք անել, մենք ընդհանրական աղոթք ընդհանրապես անելու կարողություն չունենք։ Ուրեմն, այս հրաշալի զենքերը, սիրելիներ, որը ներկայացված է Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 6-րդ համարում եւ 19-րդ գլխի 18-րդ գլխի 15-20 համարներում, ուրեմն կարողանանք օգտագործել այդ հրաշալի զենքերը Տիրոջ ներկայության մեջ մտնելու եւ երկնքին նախապատրաստվելու համար։ Մեր հավատքը արդեն է դեպքում դառնում է հաղթական հավատ, որ եթե մենք ձախողվում ենք առաջին կետի մեջ անհատական, գնում ենք մեր եղբայր քույրերից մեկի մոտ եւ խնդրում ենք իր աջակցությունը։ Եվ այդ աղոթքը, եթե մենք իսկապես արդեն սովորել ենք գնահատել Տիրոջ անունը, ապրում ենք իր անունով, անպայման կստանա հաղթական, ուրեմն պատասխանը Տիրոջ անունով։ Սիրելիներ, եթե մենք հիմա հոգսեր ունենք, ավարտելով խոսքս, ես ուզում եմ հրավիրել աղոթքի, եւ ես ուզում եմ, որ այս աղոթքը Տիրոջ անունով լինի։ Եթե մենք հիմա անալիզի ենթարկենք մեր կյանքը, անկախ են բանից մինչև այս պահը մենք սխալ ենք ապրել, թե ճիշտ ենք ապրել, դա նշանակություն չունի Աստծո համար։ Եթե այս պահին մենք գանք այդ գիտակցությանը, որ մենք այս հարցի մեջ սխալ ենք եղել, ես մյուս հարցի մեջ սխալ ենք եղել, ուրեմն անպայման Տիրոջը խնդրում ենք, որ Տերը օգնի ու փոխի մեր բնությունը, որ մենք ապրենք իր անունով, ես վստահ եմ, որ Աստված կտա բոլոր հոգսերի պատասխանները հենց հիմա։ Անկախ են բանից, թե ինչպիսին են այդ հոգսերը, Աստծու մոտ անհնարին բան գոյություն չունի։ Եթե մենք ձախողվել ենք մեր անհատական աղոթների մեջ, եկեղեցու ընտանեկան աղոթքը մեծ զորություն ունի։ Եկեք Տիրոջ ներկայության առջև գանք աղոթք անելու, իր ներկայությունը խնդրելու, որպեսզի ինքը մեզ սովորացնի աղոթք անել։ Տիրոջ ողորմությամբ ես ուզում եմ շարունակել այդ մի թեման, որի շուրջ 4 պաշտամու խոսել ենք։ Այսօր գիտեք, որ մենք խոսեցինք վերստին ծննդյան անհրաժեշտության մասին, առանց սահմանելու թե ինչ բան է վերստին ծնունդը։ Մենք արագրեցինք փաստորեն վերստին ծնունդը, թե ինչպիսին պետք է լինի վերստին ծնված մարդը, որ մեզանից ամեն մեկը եզրակացություն անի, փորձի նաև տեսնել, որ իր վերստին ծննդյան մեջ այդ քայլերը հետագները ինքանցելա թե ոչ, խոսեցինք վերստին ծննդյան հետևանքների մասին, թե ինչպիսի հետևանքներ է թողել մարդու հոգևոր մարդու կյանքի մեջ, խոսեցինք վերստին ծննդյան հեղինակի մասին եւ վերջապես այսօր Տիրոջ ողորմությամբ ուզում ենք խոսել այն մասին, թե ինչ միջոցներ է Աստված օգտագործում մարդու վերստին ծննդյան համար։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ուրեմն նախ իմանանք, որ այս բոլոր բաները իմանալուց հետո, որ Աստված որոշակի միջոցներ միշտ օգտագործում է իր բոլոր հրաշքները կատարելու ժամանակ, իր աստվածային գործը շարունակելու միջոցով։ Օրինակի համար, երբ որ Եղիան բժշկություն էր անում, Բոլոր նեմանին պատվիրեց, որ գնա, ինչ անի, գնա Հորդանան դեպի մեջ, լվացվի 7 անգամ և բժշկություն ինքը կդեռնի։ Օրինակ, այդ մարդու հոգեբանության մեջ անհասկանալի էր, թե ինչ է նշանակում, արդյոք իրանց երկրում չկար ավելի այդ Հորդանան դեպի նման ջրեր կամ գետեր, որ ինքը այնտեղ լվացվեր, այսինքն իր համար խոսքը կարևոր չէր, թե ինքը չէր հասկանում, որ այստեղ Աստծո խոսքի զորության մասին է խոսքը, որ Աստված մի բան ասում է, սովորական մարդ կարող է մի բան ասի նույն ազդեցությունը չունենա, բայց Աստծո խոսքը
երբ որ Աստված ուղում է մարդուն եւ ինքը հնազանդվում է, կարող է իրան ներգործող եւ բժշկարար, ուրեմն զորությունը հետևանքները թողի։ Դա գրված է 4-րդ Հակաբուրաց 15-րդ գլխում, խնդրում եմ, որ միատեղ դուք վերանայեք, երբ որ տանը կրնեք ձեր ազատ ժամերին։ Հիսուս Քրիստոսը նոր կտակարանի մեջ կարդում ենք Հովհաննես 3-րդ գլխի 6-րդ համարից սկսված գրված է, որ իր աչքերը բացելու համար իր աչքերը ինչ արեց, կավով ծեփեց եւ առաջարկեց, որ գնա եւ Սելովանի ավազանունի մեջ լվացվի։ Հիմա իր համար կարևորը այդ միջոցը չէ, հիմա ցեխը իր մեջ որևէ զորություն չուներ կամ Սելովանի ավազանը ինքնին զորություն չուներ։ Այլ կարևոր է այստեղ նորից Աստծո խոսքն էր, որ Աստծո խոսքի այդ զորությունը ընկալելով, հասկանալով, մարդը երբ որ հնազանդվում է, դիմում է այդ աստվածային միջոցին, Աստված իր գործը անում է։ Սուրբ գրքի մեջ շատ էսի դեպքեր կան։ Պետրոսը կավ մարդու ձեռքից բռնեց ու վեր բարձրացրեց, Գործառաքելոցի մեջ կարդում ենք 3-րդ գլխում այդպես գրված է։ Այսինքն մարդիկ Աստված իր գործ առաջ տանելու համար միջոցներ օգտագործում է։ Հիմա որն է վերստին ծննդյան այդ գլխավոր միջոցը, որը ինքը օգտագործում է մեր կյանքի մեջ իր գործ առաջ տանելու համար։ Ուրեմն սիրելի Աստծո ժողովուրդ, ասեմ, որ միանգամից ավելի հանգիստ լինի դա Աստծո խոսքն է, Սուրբ Գիրքն է։ Աստված մարդու փրկության եւ վերստին ծննդյան համար օգտագործում է իր խոսքը, Աստծո խոսքը։ Անշուշտ, եթե մենք կանգ առնենք այն մասին, թե օրինակ Սուրբ չէ, որ Սուրբ Գիրքը ուշադրություն դարձրել է, շատ-շատերն են կարդում, մեկը կարդում է Աստծո խոսքը եւ դրանից բժշկություն է վերցնում, մեկը նույն տեղը կարդում է եւ անտարբեր անցնում է։ Բայց ինչպես է լինում, որ սա այսպես է լինում։ Օրինակ Հռոմեացիս փրկության հետ կապված Հռոմեացիս 5-րդ գլխում 13-ից 15 համարների մեջ կարդում ենք եւ 17-րդ համարում, որ իրապես փրկությունը Աստծո խոսքի միջոցով է հասնում մարդու սրտի մեջ։ Ես ուզում եմ այդ համարները կարդալ։ Ով որ Տիրոջ անունը կանչե, պետք է փրկվի։ Ուրեմն ինչպես պետք է կանչեն անոր, որ չհավատացին, կամ ինչպես պետք է հավատան անոր, որում վրայովը չլսեցին, կամ ինչպես պետք է լսեն առանց մեկի քարոզելու, կամ ինչպես պետք է քարոզեն, թե որ չհրկվեն, ինչպես որ գրված է գեղեցիկ է խաղաղության ավետարանողներուն ու բարի բաների ավետից տվողներուն ոտքերը։ Ուրեմն հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Ուրեմն առաքյուրեն այստեղ մենք տեսնում ենք, որ հավատքը մարդու սրտի մեջ առաջանում է լսելուց եւ այդ լսելը մենք վերցնում ենք Աստծո խոսքից։ Աստծո խոսքից ենք մենք լսում։ Աստված է, որ խոսելով մարդու սրտի մեջ այդ փոփոխությունները մեր կյանքի մեջ կատարում է։ Հռոմեացիս առաջի գլխի 16-րդ համարի մեջ այսպես է կարդում. Ես ամոթ չեմ սեպեր ավետարանը, վասնզի Աստծո զորությունն է ան բոլոր հավատացյալների փրկության համար։ Ուրեմն ուշադրություն եթե դարձնում ենք այս համարներից մենք հասկանում ենք, որ փրկությունը Աստծո խոսքի միջոցով է կատարվում։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլխի առաջի եւ 2-րդ համարներում այսպես են կարդում. Եղբայրներ, ձեզի իմացնեմ այն ավետարանը, որ առաջին ձեզի քարոզեցի, որ դուք ընդունեցիք ու անոր վրա հաստատված եք, որով կփրկվի գալ, թե որ ամուր բռնեք այն խոսքը, որ ես ձեզի քարոզեցի։ Ուրեմն այն մարդիկ, որոնք որ որոշում ունեն Աստծո հետևից գնալու, այդ Աստծո փրկարար խոսքի վրա հենվելու, ուրեմն փրկվելու համար ամուր պետք է բռնեն Աստծո խոսքը։ Այսինքն, չնայած Աստծո խոսքն է, որ մարդու մեջ ներգործելով կատարում է իր հրաշալի վերստին ծննդյան գործը, բայց այստեղ ուշադրություն եթե դարձեցին խոսում է Աստծո խոսքը ամուր բռնելու մասին։ Կամ Առաջին Պետրոսի 2-րդ գլխի 2-րդ համարի մեջ գրված է, որ նորացի մանուկներու պես բանական ու անխարդախ կատին փափագեցեք, որով մեծանաք մինչև փրկություն։ Բանական եւ անխարդախ կատին փափագեցեք, որով հաճեք մինչև փրկություն։
Սա մենք շեշտեցինք Աստծո խոսքի անհրաժեշտությունը, ինչի մասին աստորեն Աստծո խոսքի հրկարար ներգործության մասին, որ փրկությունը Աստծո խոսքի միջոցով է տեղի ունենում։ Ես ուզում եմ մի քանի համարներ կարդամ այն մասին, որ իրապես վերստին ծնունդը նույնպես դա Աստծո խոսքի միջոցով է տեղի ունենում։ Սաղմոս նախ, եթե գանք հին ուխտից այսպես, 10-րդ Սաղմոսում այսպես է գրված, 7-8 համարները, Տերոջ օրենքը կատարյալը հոգին կնորոգե, ուրեմն հոգին նորոգելու խնդիրը Տերոջ օրենքն է, Աստծո խոսքը, Տերոջ վկայությունները ճշմարիտ են, տկետը իմաստուն կնեն, Տերոջ կանոնները շիտակ են, սիրտը ուրախացնեն, Տերոջ պատվիրանքները պայծառ են, աչքերին լույս կտան։ Եվ առաջի Պետրոսի առաջի գլխի 22 և 23-րդ համարներին, եթե ուշադրություն դարձնենք սիրելիներ, շատ հրաշալի մի համար կա եւ համարներ, այս երկու համարներ, որոնք խոսում են վերստին ծննդյան մասին, ձեր անձերը մաքրելով ճշմարտությանը հնազանդելով հոգիին ձեռքով, նորից ծնած լինելով ոչ թե ապականացու սերմեն, հապա անապակացուեն, Աստծո կենդանի ու հավիտենական խոսքով։ Ուրեմն այստեղից միանգամից մենք հասկանում ենք, որ գրված է տառացիորեն, որ վերստին ծնունդը կատարվում է մարդու մեջ Աստծո կենդանի ու հավիտենական խոսքով։ Ուրեմն երբ որ մենք Աստծո խոսքի նկատմամբ լուրջ վերաբերմունք ենք ունենում, երբ որ մենք կամենում ենք, որ Աստված ներգործի եւ մեզ շնորհի մեր հավատքի փոփոխությունը տեղ ունենա մեր կյանքի մեջ, մենք այդ ժամանակ այդ մարդիկ երբեք հուսախաբ չեն կարող լինել, որովհետև Աստծո ձեռքից իրանք ստանում են այդ վերստին ծննդյան փոփոխությունը իրանց սրտի մեջ եւ իրանց կյանքի մեջ։ Հակոբի առաջի գլխի 18-րդ համարում կարդում ենք իր ուզելով մեզ ծնավ ճշմարտության խոսքով։ Ուրեմն տեսնում ենք, որ այս բոլոր բաները վկայում են այն մասին, որ մենք մեր ծնունդը դա կատարվում է վերստին ծնունդը հավատացյալի Աստծո խոսքի միջոցով։ Բայց հարց առաջանում, ինչու որոշ մարդիկ կարտալով վերստին ծնունդ են ձեռք բերում եւ որոշները կարտալով թեկուզ այդ վերստին ծնունդը չեն ունենում իրաց կյանքի մեջ, որովհետեւ երբեմն առիթ է լինում բոլորիս հետ շփվելու մարդկանց հետ, որոնք թերևս Աստծո խոսքը կարտացել են, իմացել են Աստծո խոսքի մասին եւ շարունակում են կարտալ, բայց իրանց կյանքի մեջ ոչ մի փոփոխություն դրական չեն տեսնում։ Մենք պետք է խոստովանենք ճշմարտությունը, որ այսպիսի փաստեր մեր կյանքի մեջ մենք տեսնում ենք։ Այսինքն, երբ որ մարդը թույլ չի տալիս, որ իր սրտին այսպես հաղորդ լինի աստվածային ճշմարտության եւ ներկայության հետ, փոփոխությունը տեղի չի ունենում։ Ես դրա համար որպես փաստ ասեմ, որ Աստծո խոսքը ինքը Իրանի զորություն չունի։ Աստծո խոսքը ինքը Իրանից զորություն չունի։ Զորությունը Աստծո խոսքը ձեռք է բերում մեր սրտերի մեջ միայն հավատքի միջոցով։ Վերստին ծննդյան մեջ գլխավոր պայմանը եւ գլխավոր նախադրյալը դա հանդիսանում է մարդու հավատքը։ Եթե մարդ իր հավատքը դնում է Աստծո խոսքի, այդ ժամանակը որ սկսում է Աստծո խոսքը իր այդ ներգործող վերստին ծնող փրկարար այդ զորությունը ներգործել եւ կատարել իր գործը։ Գործ Կարակելոցի 16-րդ գլխի 4-րդ համարի մեջ Լիդայի պատմությունը, երբ որ մենք կարդում ենք, այնտեղ չի ասում, որ ուրիշ բան չի ասում, ասում է, որ Աստված ուրեմն կպավ Լիդայի սրտին, որպեսզի Պողոսի խոսքերին ուշադրություն անի։ Ուրեմն Աստված կարող է դիպչի մարդու էությանը եւ մարդու ուշադրությունը հրավիրի այդ փաստի վրա։ Չասեց, որ իր քարոզից լսելով այդ բանը եղավ, Աստծո խոսքն է պատճառը։ Տեսնում ենք, որ այստեղ Աստծո խոսքի ուրեմն ներգործող այդ զորությունը սկսեց իր մեջ անել, երբ որ Աստված դիպավ իր սրտի մեջ։ Այսինքն այստեղից եթե ուշադիր նայենք, չի ասում, որ անմիջապես այդ փրկարար զորությունը գալիս է այդ Աստծո խոսքից։ Աստծո խոսքի մեջ այդ փրկարար զորությունը գալիս է այն ժամանակ, երբ որ դու արժեք ես դնում դրան։ Հիմա եթե դու եւ ես անտարբեր կարդում ենք Աստծո խոսքը պլան կատարելու իմաստով, սա կարող է դառնալ ցես, որը կարող է խանգարել մարդուն իր ապաշխարության համար։ Շատ քրիստոնյաներ կան, որոնք Աստծո խոսքը տրադիցիոն ձևով կանոն են,
կարդում են, կարծես թե հետևում են, չնայած լավ բան ամեն չեն ուզում ասել, որ չպետք է կարդալ, առանց ամեն բանի, առանց որևէ պատճառի պետք է կարդալ, որովհետև վերջի վերջո Աստված մի օր կարող է կպնել Պողոսին, Պետրոսին կամ մեկին ներգործել, որ իր խոսքը օգտագործվի մեր կյանքի մեջ։ Ուրեմն կարդալը անհրաժեշտ է, բայց հավատքով մենք պետք է այդ բանը հասկանանք, որ ինքնին, եթե մենք կարդում ենք մենակ Աստծո խոսքը եւ բավարարում ենք այսպես իմիջայլոց այդ վերաբերմունքով, այդ փոփոխությունը մարդիկ մեր կյանքի մեջ չեն տեսնի, մենք էլ չենք տեսնելու այդ բանը։ Եբրայեցիս 4-րդ գլխի 2-րդ համարի մեջ գրված է, որ խոսում է այն մասին, Իսրայել ժողովրդի մասին, նրանց շամը չրավ այն խոսքը լսելը, քանզի հավատքով խառնված չէր լսողներու մեջ։ Աստծո խոսք լսելը Իսրայել ժողովրդին շահ չտվեց, օգուտ չտվեց, որովհետև հավատքով խառնված չէր։ Այսինքն ուշադրություն ենք դարձնում, որ հավատքը գլխավոր նախապայմանն է վերստին ծննդյան, որպեսզի Աստված սկսի իր ներգործած զորության մեր կյանքի մեջ իր աշխատանքը անել, ուրեմն անպայման պետք է մենք հավատքով հենվենք Տիրոջ վրա։ Այդ բանից ելնելով է, որ սիրելիներ, Ղուկասի ավետարանի 8-րդ գլխի 18-րդ համարի մեջ այս խոսքն է գրված. «Ուստի նայեցեք, թե ինչպես կլսեք»։ Տեսեք, թե ինչ ասում։ Ասում է, ուստի նայեցեք, թե ինչպես եք դուք լսում։ Ուրեմն Աստծո խոսքը մենք կարող ենք լսել եւ մեզ ոչ մի ազդեցություն չթողի։ Աստծո խոսքը կարող ենք մի բռնել Աստծո խոսքից, հենվել դրա վրա եւ դա մեզ կարող է փրկության բերի։ Հիմա դու արդյոք տեսնում ես այդ կարգավիճակը քո կյանքի մեջ, դու ուշադրություն դարձել ես, որ Աստծո խոսքը բռնելու կարիք կա։ Աստծո խոսքի վրա հենվելու կարիք կա, որովհետեւ ծնունդը տեղի ունենա։ Եթե այդ մենք չբռնենք մեր հավատքով, ուրեմն այդ նորոգությունը մեր կյանքի մեջ չի լինի։ Ուրեմն Աստծո խոսքը մեզ խրախուսում է, սիրելիներ, որովհետեւ մենք կարողանանք բռնել Աստծո խոսքը եւ գնալ Աստծո խոսքի հետևից, որովհետեւ դա շատ կարեւոր խնդիր է հանդիսանում մեր ամեն մեկի կյանքի մեջ։ Հիմա հարց առաջանում, եթե այդպես է, բա ինչպես պետք է մենք կարդանք Աստծո խոսքը։ Ուրեմն Աստծո խոսքը կարդալու համար որոշակի կարգ ու կանոն պետք է լինի մեր կյանքի մեջ, որովհետեւ դա մեր մոտ այդ փոփոխությունը, իր այդ փրկարար ներգործությունը անի եւ փոխի մեր կյանքը։ Ինչպես մենք պետք է կարդանք։ Հիմա ես Տիրոջ ողորմությամբ ուզում եմ կանգ առնել 3 կետերի վրա, որոնք որ Աստծո խոսքը կարդալով մեր ուշադրությունը հենվելով այդ սկզբունքները պահելով, դրանք կարող են նպաստել մեր հոգևոր կյանքի համար եւ մեզ տանել դեպի Տիրոջ ներկայությունը։ Ուրեմն ես կարդում եմ Թվոց 7-րդ գլխի 89 համարը, մի հատ համար եմ կարդում Թվոց գրքից 5-ից։ Եվ երբ Մովսես ժողովրդի խորանը կմտներ, անոր հետ խոսելու, այն ատեն իրեն խոսողին ձայնը, վկայության տապանակին վրա եղած, խավությունին վրայեն, երկու քերովբներուն մեջտեղեն կլսեր ու ինքը անոր հետ խոսեր։ Ուրեմն տեսնում ենք, որ Մովսեսը Աստծո հետ խոսելու համար որոշում էր մի հատուկ տեղ, այսինքն եւ այդ տեղը պարզ է Աստծո խորան էր, մտնում էր այնտեղ եւ այնտեղից էր խոսում։ Այսինքն Մովսեսը գնում էր այնտեղ, որտեղ որ Աստված կարող էր գտնվել։ Սա առաջի եւ կարեւոր սկզբունքը լինել ճիշտ տեղում գտնվելու խնդիրը, ճիշտ տեղում գտնվելու խնդիրը մեր։ Գնալ այնտեղ, որտեղ որ Աստված մարդու հետ կարող է խոսել։ Եթե մենք մեր առօրյա կյանքի մեջ գնում ենք այնպիսի տեղեր, որտեղ որ Աստված գոյություն չունի, որտեղ որ Աստծո ներկայությունը չի կարող գտնվել եւ չի կարող այնտեղ ինքը հայտնվել, Աստված չի կարող խոսել մեզ հետ, որտեղ մենք չենք գնացել այնտեղը։ Եթե դու ուզում ես գնալ Ժենի Քույրիգենս տուն, եթե դու ուզում ես գնալ Արմենակ եղբորը տեսնելու համար գնալ Արմենակ եղբորից տուն, դու գնաս իրանց տունը։ Այսինքն մենք շատ կարևոր է, որ մենք գտնենք ճիշտ տեղում։ Մի ուրիշ համար եմ ուզում կարդալ Իսրայել ժողովրդի մեջ է սատվածը, որ մենք կարդում ենք, կռապաշտությունը տարածվել էր, ժողովուրդը բաժանվել էր երկու մասի, Աստծուն պաշտող, Աստծուն փնտրող եւ Աստծուն չփնտրող ժողովուրդների։ Հիմա 33-րդ գլխի 7-րդ համարի մեջ տեսեք ինչպես է գրված։ Եվ ով որ Տերը խնդրեր,
այդ պարագաների մեջ բանակի դուրսի դինը եղած ժողովքի խորանը կելեր։ Ուրեմն ուշադրություն դարձեք, որ Մովսեսը ուր գնաց, ժողովուրդը ասում փնտրող ժողովուրդը ուր գնացին։ Այսինքն, որպեսզի ասում փնտրեն, պետք է գնան այնտեղ, որտեղ որ Աստված գտնվեր։ Ներկայացնում է, որ Իսրայել ժողովուրդը առանձնացել էր, բաժանվել էր երկու խմբի, ասում փնտրող եւ չփնտրող։ Փնտրող ժողովուրդը հասկանալով, որ այդ խառնամբոխի մեջ իրանք չեն կարող ասում կենթանի ձևով փնտրել, առանձնանում էին այդ ժողովրդից եւ դուրս էին գալիս այնտեղ խորանը, որտեղ ժողովրդի խորանը, որտեղ որ կարող էին Աստծո հետ հանդիպում ունենալ։ Ուրեմն շատ կարևոր է մեզ ամեն մեկի համար, թե արդյոք մենք ճիշտ տեղում ենք գտնվում եւ հիմա մենք կանգ առնենք, թե որն է նոր ուխտի մեջ այդ տեղը։ Եթե ուշադրություն դարձնենք, Տերը ներկայացնում է մեզ, որ այդ նոր տեղը, որի մասին որ հիմա հին ուխտի խորտապատկերով ներկայացրեցինք, հանդիսանում է ներքին սենյակը։ Հիմա եթե դու Աստծո խոսքը կարդում ես հու ներքին սենյակից դուրս, այսինքն դու կարդում ես Աստծո խոսքը բավարարելու ընդամեն մի բան, որի քեզ հարցնեն, դու ասես ես Աստծո խոսքը կարդացել եմ, սա անբավարար է։ Սա ճիշտ տեղը չի։ Ուրեմն ինչպես որ Մովսեսը եւ Իսրայելի ժողովուրդը առանձնանում գնում էին այդ ընդհանուր խառնամբոխից դուրս Աստծո ներկայության մեջ Աստծո խորան էին մտնում։ Մենք մեզանից ամեն մեկը պետք է ունենա իր ներքին սենյակը, մտնի իր ներքին սենյակը եւ փնտրի Տիրոջ ներկայությունը, որպեսզի կարողանա Աստծո ձայնը լսել։ Հակառակ դեպքում, եթե մենք չունենք այս կարգավիճակը, սիրելի Աստծո ժողովուրդ, մենք չենք կարող Աստծո ձայնը լսել։ Ուրեմն այնպես որ ճիշտ տեղում գտնվելու խնդիրը մեզ համար սկզբունքային եւ առաջին կարևոր խնդիրն է հանդիսանում։ Արդյոք մենք ճիշտ տեղում ենք գտնվում, թե չէ։ Այսօր Աստված իր հարցը առաջարկում է մեզանից ամեն մեկին։ Արդյոք դու գտնվում ես ճիշտ տեղում։ Հարցը ուղղում է ինձ եւ քեզ։ Այստեղ գտնվող ամեն մեկից։ Եթե մենք զգում ենք, որ մենք չունենք այդ ներքին սենյակը, մենք անտուն ենք, մենք այսօրվա իրականության մեջ չունենք Աստծո հետ առանձնանալու այդպես սովորույթը, ներքին սենյակը վերջի ինչ բան է, դա սովորույթը Աստծո հետ առանձնանալու, Աստծո ժամանակ անցկացնելու սովորույթը, դու ունես արդյոք այդ սովորույթը։ Աստված քեզ կհանդիպի, բայց եթե դու չունես, դու թափառական ես, դու հոմլես ես, դու չես կարող Աստծո ներկայությունը հենց այնպես վերցնել։ Աստված ողորմություն արել մինչև հիմա ամեն մեկից կանչելով դեպի իր ներկայությունը, բայց Աստված սիրում է, որպեսզի իր հավաքները կարողանան սովորույթ ունենան իր ներկայության մեջ գնալու համար, իր առանձնության մեջ փնտրելու իր երեսը, կարդալու իր խոսքը։ Երկրորդ կարևոր խնդիրը, սիրելի Աստծո ժողովուրդ, ճիշտ դիրքում գտնվելն է։ Ուրեմն ինչ է այդ ճիշտ դիրքը։ Եթե ուշադրություն եք դարձնում, Մովսեսը այդ Աստծո խոսքը լսելու ժամանակ այդ համարները եթե կարդում ենք, նորից եմ ես կարդում այդ համարը, ուրեմն Թվոց 7-րդ գլխի 85 համարը, եւ երբ Մովսես ժողովրդի խորանը կմտներ, անոր հետ խոսելու, այն ատեն իր խոսողի ձայնը վկայության տապանակի վրա եղած խավության վրայեն երկու քերովբեներու մեջտեղեն կլսեր։ Ուրեմն ինքը գրավել էր հատուկ դիրք։ Ուրեմն հատուկ դիրք էր ինքը գրավել, որպեսզի կարողանար Աստծո հետ խոսել, Աստծուն լսել։ Այսինքն ինքը մեզանից ամեն մեկը հոգևոր կյանքի մեջ պետք է կարողանա այդ դիրքը ունենալ։ Դու կարող ես Աստծո խոսքը կարդալ եւ ուշադրություն չդարձնել։ Այսպես է թե չէ։ Շատ շատերը կարդում են եւ այդ բժշկությունը չեն ստանում։ Աստծո խոսքը իր ներգործությունը չի տալիս։ Ի՞նչն է պատճառը։ Պատճառը նա է, որ դու չունես այդ հատուկ դիրքորոշումը։ Դու չունես այն վճռական որոշումը, որ ես պատրաստ եմ Աստված ինչ որ ասի անեմ։ Այսինքն այդ հատուկ դիրքը հնազանդություն Աստծո խոսքին։ Եթե մենք հնազանդվում ենք, ենթարկվում ենք, խոսքը սկսում է ներգործել մեր կյանքի մեջ։ Բայց եթե մենք չենք հնազանդվում, ինչ ուզում ես արա, ուզում ես Աստվածաշունչը օրական 3 անգամ կարդալ։ Ինչ օգուտ, եթե դու կարդաս Աստվածաշունչը եւ անգիր իմանաս Աստծո խոսքը, եւ չկատարես։
Սա ավելի շուտ մեզ համար դատապարտություն կլինի։ Խանգարի մեզ ապրելու մեր կյանքի մեջ, քան թե կօգնի մեզ վերստին ծննդյան եւ մեր հոգեվոր կյանքի մեջ առած գնալու համար։ Ուրեմն Մովսեսի համար միակ խնդիրը միշտ հնազանդություն էր։ Ճիշտ տեղում գտնվելու խնդիրը եւ ճիշտ դիրքորոշում ունենալու խնդիրը նշանակում է, որ լսել Աստծո խոսքը հնազանդ լինել, ունենալ ճիշտ մտածելու ձև, մտածելակերպ ունենալ։ Այսինքն հասկանանք, որ եթե մենք Աստծո խոսքի նկատմամբ համահրանքով վերաբերվենք, հենց այնպես լսենք ու գնանք, սա ճիշտ դիրքորոշում չէ։ Դու հնազանդ ես Աստծո խոսքին։ Աստված լսում ես Աստծո խոսքը ու պարտվում ես անգամ եթե Աստված օգնելու է քեզ, որպեսզի դու ոտի կանգնես։ Բայց եթե դու անհնազանդ ես Աստծո խոսքին, Աստված քեզ ներկայացնում է, ասում է, որ իմ պահանջները այսպիսին են, դու դրանք ու պահանջները չես դարձնում քո սեփական պահանջները, այդ խոսքը քեզ համար ներգործություն ունենալ չի կարող։ Սիրելիներ, այնպես որ հիմա երբ որ մենք Տիրոջ ձայնը լսում ենք, Աստված կարող է խոսել ամեն մեկիս մեջ, մեր այսօրվա գտնված դիրքի մեջ տարբեր ձևերով եւ այդ խոսալու ժամանակ ինչպիսին է մեր վերաբերմունքը, մենք ասում ենք այո Տեր, ես համաձայն եմ դրան, բայց տես ես օրինակի համար ես մեղքի դեմ պատերազմելով պարտվում եմ։ Երբ որ մենք խոստովանում ենք Տիրոջը, գալիս ենք իր ներկայության, հնազանդվում ենք, ասում ենք Տեր, ցավալի է իմ վիճակը, ես քո կարիք ունեմ, որ դու ներգործես եւ փոխես իմ սիրտը։ Աստված սկսում է իր գործ անել իմ եւ քո կյանքի մեջ։ Եթե մեր դիրքորոշումը հնազանդություն Աստծո խոսքին, այսինքն մենք ունենք ճիշտ մտածելակերպ, Աստծուն մոտիկանալով իր խոսքին ենթարկվելով։ Բայց եթե մենք լսում ենք հրաշալի քարոզ, եթե մենք լսում ենք Աստծո հրաշալի խոսքերը, եւ այդ խոսքերը լսելուց հետո արժեք չեն տալիս, այդ խոսքը մեզ համար ոչ մի ներգործող զորություն չի լինի։ Ուրեմն երկրորդը խնդիրը հանդիսանում է ճիշտ դիրքում լինելը, Աստծո խոսքը ընթերցելու եւ Աստծո ներկայության մեջ մտնելու համար։ Ուրեմն առաջինը ճիշտ տեղում լինել, երկրորդ ճիշտ դիրքում լինել կամ ճիշտ մտածելակերպ ունենալ, ինչպես ուզում եք ընդունել։ Ուրեմն այս երկու խնդիրները հանդիսանում են շատ կարևոր խնդիրներ։ Եվ երրորդը վերջապես ճիշտ դիրքորոշում ունենալն է։ Այսինքն ո՞րն է ճիշտ դիրքորոշումը։ Ճիշտ դիրքորոշում ունենալը դա լսող սիրտ ունենալն է Աստծո համար։ Երբ որ դու այս երկու պայմանները բավարարում ես, հաջորդ պահանջը նա է Աստծո խոսքի, որ դու կարողանաս այսպես քո սիրտը տրամադրես, որպեսզի լսի, քո սիրտը տաս Աստծո խոսքին։ Աստված մարդու սիրտն է ուզում։ Ինչի համար, որովհետև կյանքի աղբյուրները սրտից է դուրս գալիս։ Հիմա եթե դու քո սիրտը չես տալիս, դու արդյունք վայելել, արդյունք վերցնելու կարողություն չես ունենա։ Դրա համար օրինակի համար, երբ որ մենք ծունկ ենք գալիս աղոթք անելու, այնքան ենք մտածում, թե ինչպես պետք է աղոթենք կամ ինչ պետք է ասենք, այնքան լարվածություն կա, որ մենք կնենք այսպես չենք էլ կարողանում Աստծո խոսքը լսել։ Ուրեմն լսող սիրտ ունենալը սա հանդիսանում է Աստծո խոսքի նկատմամբ մեր վերաբերմունքի երրորդ կարևոր նախապայմանը։ Բացի սրանցից սիրելի Աստծո ժողովուրդ, մեզ համար շատ կարևոր է վստահություն ունենալ Աստծո խոսքի վրա։ Երբ որ մենք Աստծո խոսքը նայում ենք եւ լսում ենք որպես Աստծո խոսք, ոչ թե որպես մարդու խոսք, այդ ժամանակ խոսքը սկսում է իր ներգործող զորություն ունենալ։ Բայց եթե մենք մեր վերաբերմունքով որպես Աստծո խոսք չենք ուշադրություն դարձնում, իր զորությունը մեր կյանքի մեջ մենք չենք ստանում։ Ես ուզում եմ մի հատ համար կարդալ առաջի Թեսաղոնիկեցիս 2:13 համարը։ Այսօր համար մենք անդադար կգոհանանք Աստվածանից, որ մեզ Աստծո խոսքը լսելով ընդունեցիք ոչ թե իբրև մարդոց խոսք, հապա ինչպես ճշմարտապես է Աստծո խոսք, որը նաև կներգործե ձեր մեջ, որ կհավատաք։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, խնդրում եմ, որտեղ շատ կարևոր համար է։ Այսօր համար մենք անդադար կգոհանանք Աստվածանից, առաքյալը Թեսաղոնիկեցիներին ասում է, որ մեզ Աստծո խոսքը լսելով ընդունեցիք ոչ թե իբրև մարդոց խոսք, հապա ինչպես ճշմարտապես է Աստծո խոսք, որ նաև կներգործե ձեր մեջ, որ կհավատաք։ Ուրեմն Աստծո խոսքը լսելու
համար շատ կարևոր է որպես Աստծո խոսք, մենք արժեք տանք այդ խոսքին։ Օրինակի համար տեսեք մարդկանց հետ, երբ որ մենք խոսում ենք, մեր մարդկանց այդ մարդու հետ մեր գործարք անելու մեջ շատ կարևոր է այդ մարդուն ճանաչելը։ Շատ կարևոր է իմանալ այդ մարդու մասին։ Օրինակ, եթե հիշում եք, մի անգամ կարծեմ այդպիսի մի օրինակ վերվեց, որ ենթադրենք մեկը ասում է, ես քեզ տալիս եմ իմ հարստության կեսը։ Կարևոր է թե ով ասում թե չէ։ Շատ կարևոր է։ Եթե դա ասում է մի սովորական մարդ, որը $2 ունի, դուք ունենաս ընդամենը $1։ Համաձայն եք թե ոչ։ Եթե մեկը ասում է, ես քեզ տալիս եմ իմ ամբողջ հարստության կեսը եւ դա հոմլես է, այսինքն մի $500,000 պարկ ունի, դու $250,000 պարկ ունենաս։ Բայց եթե ասում եմ մեկը, որը միլիոնատեր է, դու կլինես, ասենք 100 միլիոն ունի, դու կլինես միլիոնատեր։ Այնպես որ շատ կարևոր է այդ Աստծուն ճանաչելու մեր խնդիրը, որովհետև եթե մենք Աստծուն հետ վերաբերվելուց Աստծու տեղ չտնենք, սա այդ ներգործող զորությունը մեր կյանքի մեջ մենք չենք ունենալու։ Հիմա երբ որ մենք Աստծո խոսքը կարդում ենք, գիտելիքը, մեր գիտելիքը Աստծո ամենակարողության վրա իր տեղում է գտնում թե չէ։ Մենք հավատում ենք, որ Աստված ամենակարող է, թե չենք հավատում սրա։ Սովորական գործարքների մեջ, տեսեք, եթե մենք ասում ենք, որ Տեր, ես այս մեղքի մեջն եմ, աղոթում ենք, եւ դրա ներգործող զորությունը մեր կյանքի մեջ չենք տեսնում, այդ աղոթքը կարծես չի լսվում։ Պատճառը ի՞նչն է։ Մենք հավատում ենք այդ դեպքում, որ Աստված ամենակարող է։ Տեսեք, օրինակի համար, երբ որ ես հարցը տվեցի, բոլորս մեզ գրեթե միաբերան կարելի ասեցինք, որ հավատում ենք։ Բայց ո՞նց է, որ մենք ասում ենք Տեր, օրինակի համար, ես բամբասանք սիրող մարդ եմ, ինձ ազատես բամբասանքից։ Ու Աստված անկարող է դառնում իմ հոգևոր կյանքի մեջ, որովհետև ես շարունակում եմ անընդհատ բամբասել։ Հասկանում եք միտքս ինչի մասին է։ Ուրեմն, երբ որ մենք Աստծուն այդ իր տեղում դնում ենք, երբ որ մենք հավատում ենք, որ ինքը ամենակարող է, մենք մեր վշտով, մեր ցավով, մեր հիվանդություններով գալիս ենք իր ներկայության առջև, հավատալով, որ ինքը կարող զորությունը կարող է մեզ վրա ներգործել եւ փոխել մեր կյանքը։ Եթե երկու հոգի հիվանդ ցունգ են գալիս աղոթք անելու, աղոթքից անմիջապես հետո մեկը բժշկված դուրս է գալիս, երկրորդը շարունակում է տարիներ մնալ իր հիվանդության մեջ։ Այդ երկրորդ մարդը հավատում է Աստծո ամենակարողությանը թե ոչ։ Տեսեք, ինքը ես չեմ ասում, ինքը հավատում է, որ Աստված գոյություն ունի թե չունի։ Սրա մասին չէ խոսքը։ Անշուշտ այդ հավատքը կարող է շատերը ունենալ։ Բայց դու քեզ համար հավատում ես թե չէ։ Օրինակ կարող է մեզանից ամեն մեկը այստեղ դալիճում գտնող հավատա, որ այսօր եթե աղոթենք, ենթադրենք, այստեղ գտնվող որևէ մեկ ուրիշ մարդկանց համար, բայց ոչ իր համար, Աստված կլսի իր ձայնը, եկեղեցու ձայնը, իր ժողովրդի ձայնը եւ բժշկություն կտա։ Բայց երբ որ հենց խոսքը գալիս է անհատապես ինձ, ամեն մեկին իրան, ասում են դու հավատում ես։ Հիշում եք սիրելի Աստծո ժողովուրդ, որ մենք այս վերջերս մի հատ օրինակ բերեցինք Աստծուն վստահելու մասին։ Եթե չեմ սխալվում, այս մոտակա օրերներ, Նիագարայի ջրվեժի վրա մի հատ լարախաղացի մասին էր խոսքը գնում, որ այդ լարախաղացը ջրվեժի վրա լարը կապել է եւ սկսել է իր այդ խաղի process-ները կատարել, վազելով ազատությամբ, վստահությամբ եւ այլն։ Հետո ժողովուրդը տեսնում է, զարմանում են, որ մարդը կարող է այդպիսի վարպետություն ցուցաբերել եւ առանց վախենալու, որովհետեւ մի հատ սխալ շարժում իրան տանելու է անդունդը։ Գալիս է իջնում այնտեղից վերցնում է մի հատ 200 փաունդանոց, մոդրապես եմ ասում, կարևոր չէ 180 թե 200 փաունդանոց մարդու կշռից էլ չափի այնպես մի հատ քար եւ վերցնում է լարի վրա սկսում է նորից խաղալ։ Ու ժողովրդին հարց է տալիս, ասում է դուք հավատում եք, որ ես այս 200 փաունդանոց քարը, որ տանում եմ աճ եւ բերում եմ, կարող եմ այս 200 փաունդանոց մի հատ մարդու վերցնել ձեռքերից մեջ եւ տանել բերել։ Եվ սկսում են բոլորը գոռալ, ոնց որ քիչ առաջ մենք ասեցինք, որ հավատում ենք, վստահում ենք Աստծո ամենակարողությանը։ Ասում ենք, այո, մենք հավատում ենք, որ դու կարող ես անել։ Այն ամենաուժեղ գոռացողներից մեկին, որը երևի մի 170 փաունդ էլ չի ունենում քաշը, հենց ասում է դե հիմա դու արի ես քեզ տանում եմ այդ լարի վրա, ուրեմն հա ինձ է։
Հիմա տեսեք, հարցը առաջանում է ինչ տեղ ունեցավ, անհատապես արդեն խնդիրը վերաբերվեց մարդուն, դու կարող ես վստահել հիմա լրախաղացին, քու կյանքը, որ անդունդի վրայով անցկացնի ենքո, եւ այդ ժամանակ այդ ամենաբարձր բաղավող մարդը փախնում է հեռու, չի գալիս, այսինքն ինքը ասում էր, որ հավատում է, բայց իրական իր կյանքի մեջ, երբ որ գալիս է պրակտիկ վստահելու կյանքը, ինքը չի կարողանում հավատալ։ Արդյոք մեզ շատերիս մոտ ճիշտ նույն կարգավիճակը չի։ Մենք խոսքով Աստծուն ասում ենք, հավատում ենք, բայց երբ որ տեղը գալիս է, որ մենք մեր կյանքը վստահենք Իրան, մեր հիվանդություն ասենք, Տեր, ես հավատում եմ, որ դու կարող ես հիմա այցելություն անել եւ քու Աստծո խոսքի փրկարար, զորեղ զորությամբ դու կարող ես ներգործել եւ ինձ ազատել ես հիվանդությունից։ Սա հավատքը, որ պետք է դրսևորվի մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Սա հավատքը, որ մենք հավատանք մեր բոլոր նեղությունները եւ դժվարությունները Աստծո համար չնչին բաներ են։ Աստված ամենակարող է, սա Աստծո գլխավոր մեզ ճանաչելու գլխավոր փաստարկներից մեկն է, որ Աստծուն ճանաչենք որպես ամենակարող Աստծո։ Եթե սա չլինի, Աստծո խոսքը մեզ համար չի կարող իր հրաշալի ներգործությունը եւ հրաշալի հետևանքները թողել։ Ուրեմն Աստծո խոսքին մոտենալուց շատ կարևոր է, սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքի վրա դնել այդ կարևոր փաստարկը, որ Աստված ամենակարող է ամեն ինչ անելու մեր կյանքի մեջ։ Ինչն է մեզ խանգարում, որ մենք այսպես ենք վարում, մտածել եք արդյոք այդ մասին, ինչն է մեզ խանգարում, որ Աստծո խոսքին մոտենալուց մեր վերաբերմունքը այսպիսին է դառնում։ Մտածել եք այս մասին, թե ոչ։ Իմ կարծիքով մեր միջավայրի փորձառությունը, աշխարհի փորձառությունը մեր շուրջ։ Երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ այսպես մարդը տանջվում է, գնում է եկեղեցի գալիս ու չի բժշկվում, դե ասում ենք, թե իրան որ չի լսվում, այսքան հին հավատացյալ է, ինձ ինչի պետք է լսի Աստված։ Այսինքն միջավայրի աշխարհի փորձառությունը մեր շուրջ մեզ խանգարում է, որպեսզի Աստծո խոսքի վրա մենք հավատ տնենք, որպեսզի իմանանք, որ մեր Տերը միլիոնատեր է, որ իմանանք, որ մենք աղքատ չենք, մենք խղճալի վիճակի մեջ ենք հայտնվում, միայն այն պատճառով, որ Աստծուն Աստծո տեղ չենք դնում։ Հիմա եթե մեր հավատքը շտկվի Աստծո զորության վրա, Աստծո ամենակարողության վրա, այդ դեպքում Աստված կսկսի իր գործը անել մեր սրտի մեջ։ Հիմա կարևոր չէ թե ինչքան ասել քո հոգևոր կյանքից, 10, 20, 30, 40 տարիներով չէ սա։ Շտկվի այդ պահը, որ վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ վերջի վերջո դառնա որոշակի ինձ եւ քեզ համար, որ Աստծուն մենք Աստծո տեղ դնենք, որ հասկանանք, որ նա կարող է մեզ մեր բոլոր հիվանդություններից ազատելու, որ նա կարող է մեզ մեր բոլոր ախտերից ազատելու, մեզ շնորհելու եւ հոգու բժշկություն եւ մարմնի բժշկություն։ Այսինքն այդ վերստին ծնունդը փաստորեն սա հավատքի փոփոխություն է մեր կյանքի մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Անկախ են բոլոր ֆորմալ ձևակերպումներից, որ մենք չենք ուզում տալ, բայց համարենք, որ դա թող լինի վերստին ծննդյան գլխավոր հետևանքը, որ մեր հավատքը փոխվի երկրի վրա։ Երբ որ մենք երկրավոր բաներից մեր հավատքը փոխում է երկնային բաների վրա, Աստված սկսում է իր գործ անել։ Երբ որ մենք հավատում ենք Աստծո ամենակարողությանը, Աստված սկսում է իր գործ անել։ Այլապես Աստված կարող է քեզ համար քու ճանաչած Աստվածը իր ներգործությունը չանել, որովհետև դու անզոր ես պատկերացնում այդ Աստծուն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, շատ կարևոր է երկրորդ նախապայմանը, որ աշխարհի փորձառությունը մեր շուրջ մեզ խանգարում է Աստծո խոսքը լսելուց։ Սա պիտի մենք իմանանք։ Մենք չվրինայինք մարդկանց փորձառությանը, քանի տարի են հավատքի մեջ, ինչպես են հավատում, ինչպիսին իրանց կյանքը, մեր կապը Աստծո հետ ուղիղ պետք է լինի, նա է մեր հոգիների օվիվը, նա է մեր հոգու Տերը, մեր կյանքի Տերը, մեր փրկությունը ինքը իր մեջ է ներգրված։ Հիմա երբ որ մենք մեր վստահությունը դնում ենք իր վրա, մենք տեսել ենք, որ այնպիսի մարդիկ են բժշկվել, որոնք որ բռնել են Աստծուց, հենվել են Աստծո խոսքի վրա, եւ մարդը, որ սովորական բժիշկներ ասել են, կմեռնես, ինք անպայման ապրել է, ու մենք տեսնում ենք մեր մեջ քայլում են այդպիսի մարդիկ։ Հիմա երբ որ իմ եւ քո հավատքը Աստծո խոսքի զորության վրա դառնում է կենտանի իրական, Աստված քեզ համար դառնում է իրական Աստված, եւ դու կարող ես հաղոր լինել, մտնել, գտնել ճիշտ վայրի մեջ, ճիշտ տեղում գտնվել եւ Իրանից դու վերցնես քո բժշկությունը։ Շատ դեպքերում մենք այդ չենք անում, որովհետեւ նա
խանգարում ենք Աստծո խոսքի հետ վերաբերվելու այդ մշակույթը, կուլտուրան ենք խանգարում, խառնում ենք իրար։ Մենք ճիշտ չենք վերաբերվում։ Ուրեմն այդ երեք կետերը մենք պետք է ճիշտ տեղում գտնվենք։ Սա շատ կարևոր է, դա ներքին սենյակ, թող լինի մեր ներքին սենյակը, ինչպես Մովսեսի մոտ ճիշտ դիրքում գտնվենք եւ ճիշտ դիրքորոշում ունենանք, որպեսզի գնանք Աստծո ներկայությունը։ Չէ՞ որ Աստված Հիսուս իր կյանքը տվել է, որպեսզի մեզանից ամեն մեկը կյանք ունենա եւ ավելի կյանք ունենա։ Բայց ինչու համար մենք պետք է ունենանք այդ դժվարությունները, որ ինչու համար ենք մենք ապրում այսպիսի աղքատության մեջ, ոնց որ անառակ որդու առակի մեջ ներկայացնում է, որ թողնելով որը իր բաժինը մենք վերցրեց եւ գնաց ուտելու, խմելու եւ իր ունեցվածքը փճացնելու։ Բայց պետք է գա մի վերջի մի պահ, որ մենք հասկանանք, որ մենք կարիք ունենք մեր հորը, մեր հոր տանը, Աստծո ներկայության կարիք ունենք, վերադառնանք, ասենք Տեր, մենք մեղանչեցինք երկնքի եւ երկրի առջեւ, հիմա ընդունի որպես քու անարժան զավակներից մեկը։ Եվ կտեսնենք, որ ամենալավագույն պատմությանը ինքը հագացնի ինձ եւ քեզ։ Այդ արդարության մեծ գզուկի եւ իր ներկայությունը կլինի ուրախության տեղ։ Եկեղեցին մեզ համար կլինի մի հրաշալի տեղ, որտեղ որ մենք գիտենք, որ գնալու ենք Տիրոջը հանդիպելու։ Մեր հավատքը Աստծո կենթանության եւ Աստծո զորության վրա պետք է իրական դառնա, սիրելիներ։ Հակառակ դեպքում տրադիցիան կարող է սպանել մեր հոգեվոր կյանքը, մեզ սարքել կրոնավորներ։ Այդ դեպքում մենք մեռած հավատացյալներ կլինենք, որ այդ հավատքը չի կարող ներգործել եւ իրական, ուրեմն արժեք տալ։ Ես կուզենայի, որ մենք հիմա հասկանալով, որ Աստծո խոսքի վրա պետք է լինի մեր վստահությունը իր ներկայության առջև գանք։ Գանք աղոտ կանելու, խնդրելու, որ Տեր իմ Աստված դու սովորացրու այդ դասերը, որ դրանք դառնան մեր սեփականությունը, որովհետեւ մենք հավատքով առաջնորդվենք, որովհետեւ հավատ առանց հավատքի աննարին է Աստծո հաճո լինել։ Առանց հավատքի հավատքը դառնում է անզոր մի բան, Աստված դառնում է անզոր մի բան, որ չի կարողանա մեզանից ամեն մեկին օգտակար լինել։ Հիմա եթե դու ունես խնդիրներ, խնդիրներ, այսօրվա քու լսած Աստծո տված դասերից ելնելով արինա ներկայության առջև բռնի իրան։ Բռնի Աստծո խոսքը կարող է քեզ բժշկություն տալ։ Բռնի իրան եւ հավատա Աստված կարող է քեզ ազատել ամենավերջի աղթից։ Աստված կարող է քեզ ազատել ամենավերջի դժվարություններից։ Քու ընտանիքի մեջ եղած խնդիրներից, եկեղեցում եղած քու խնդիրներից, դրսում եղած, աշխատանքում, քու տան մեջ եղած եւ ամենուր եղած խնդիրներից։ Մտիկ ու ներքին սենյակը եւ Աստծո ներկայության մեջ փնտրիր իրան, ուրախացի իրանով եւ դու երջանիկ կլինես։ Գանք Տիրոջ առջև, սիրելի Աստծո ժողով։